Առաջին դեպքում ապահովագրական ընկերությունը մեկ կողմեն փոխհատուցել է, մյուս կողմից պահանջագիր էր ներկայացրել այդ փոխհատուցված գումարը հետ բռնականձելու համար, իսկ բնականաբար կողմը համաձայն չէ, այդ դեպքում մեզ դիմեցին եւ երկրորդ դեպքում, որ մեզ դիմել են, ապահովագրական ընկերությունը քիչ է փոխհատուցել եւ այստեղ առաջացել է խնդիր այդ հարցը լուծել դատական process-ի միջոցով։ Վերոնշյալ երկու դեպքերն էլ գրանցվել են այս տարվա ընթացքում ապահովագրական ընկերության հետ չգալով ընդհանուր հայտարարի ապահովադիրները դիմել են իրավաբանական ընկերության օգնությանը։ Վերջիններս բողոքը ներկայացրել են դատարան։ Առաջինի դեպքում ԱՊԱ-ն է փորձում քաղաքացուց այդ գումարը հետ բռնականձնել, իսկ մենք քաղաքացուն կպաշտպանենք, որ քաղաքացուց այդ գումարը հետ չբռնականձվի։ Իսկ մյուս պարագայում այստեղ կողմերի մեջ է վեճը, ստաբլի մենք փորձենք ներգրավել նաև ԱՊԱ-ին։ Այսինքն ինքը գումարը ինչ-որ չի տվել, հա, քիչ է տվել, այս մյուսը կպահանջի քաղաքացուց, բայց իրականում ինքը պահանջել ԱՊԱ-ից։ Մենք փորձենք այդ քաղաքացուն պաշտպանելու, որպես կողմ ներգրավենք ԱՊԱ-ին, որ ԱՊԱ-ն փոխհատուցե, որովհետև իր պարտավորությունների մեջ է դա։ Նման խնդիրներ ծագելու դեպքում իրավաբանական ընկերություններ ոչ բոլոր վարորդներն են դիմում, պատճառը մեկն է՝ ցանկություն չունեն ներքաշվել դատական process-ի մեջ, ապա համակարգում արձանագրված բաց թողումների ու խնդիրների հարթեցման ուղղությամբ միակ ելքն ըստ պատասխանատուների փոփոխություններն են։ Դրանք թեև մշակվում են, դրվում քննարկման, սակայն համապատասխան իրազեկում չի կատարվում։ Չէ, ծանոթ չեմ։ Ինչ փոփոխություն կա, որ ես չգիտեմ։ Այս բանի ծանոթ չեմ, իմել heç բան գլուխս չի ազգադա։ Ոչ, ծանոթ չեմ։ Այդ երբ է եղել։ Վարորդների որոշ մաս էլ կծկտուր տեղեկություններ լսել է միայն թե ստույգ պատկերացում օրենքի մասին չի կազմել։ ԱՊԱ գմուձեմ ստրախովկա է, չէ՞։ Այդ թող ԱՊԱ-ն մնացած հարցերը են, եթե դի չեն 50,000 թող թեգուզ լինի, ուրեմն մենք փող վերեք ԱՊԱ չլուծենք։ Ավտոկիսյո նոր կա։ Չէ, կուկա լուգոյ դեպքում։ Չի, 50,000 դեպքում։ Չէ, կուկա։ Համաբամուձենք ամեն մենք 50,000 տանիք մենք սարքենք խոսքի։ ԱՊԱ ոլորտում ներդրվում է մինչև 50,000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման գործընթաց։ Այն ենթադրում է, երբ պատահարի արդյունքում գույքային պահանջը չի գերազանցում 50,000 դրամը, ապա ԱՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն առանց ապահովագրական ընկերության եւ ոստիկանության ներկայացուցչի համաձայնության լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը, պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից։ Հատուցման այս շեմի շրջանակներում դեպքերն այս պահին կազմում են ընդհանուր պատահարների քանակի մոտ 20%-ը։ Մինչև 50,000-ը, մինչև ուղղանկը ԱՊԱ-ն չի հատուցել։ Ես չեմ իմացել այս նորությունը թազա։ Ես մի ամիս առաջ եմ ԱՊԱ անցել։ Բայց մինչև 50,000-ը մենք ինչ իմանանք, 50,000-ի վնասել է 70,000-ը, որ ԱՊԱ կանչենք, չկանչենք։ Ծանուցումների էլեկտրոնային տարբերակի ներդրում, ԱՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցում, պատահարների գրանցման եւ խցանումները կառավարելու համար բոլոր անհրաժեշտ գործառույթների, գործիքների կենտրոնացում միայն ճանապարհային ոստիկանությունում։ Այս եւ այլ փոփոխությունները մասամբ արդեն կիրառվում են։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։